Բարև ձեզ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում այսօր զրուցելու եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ դուք ևս ունեք հնարավորություն զանգահարելու եւ ձեր հարցերը ուղղելու մեր հյուրին, բայց մենք զանգերին կպատասխանենք առաջին գովազդային դադարից հետո։ Պարոն Անտինյան, բարի լույս, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, այս ձևաչափով ներկա գտնվելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Վաղ շաբաթում տեղի ունեցած ընտրություններից սկսենք մեր զրույցը, ինչ է կարծում, ինչպիսի ընտրության առջև էին կանգնած վաղարշաբաթցիները, եթե Փաշինյանին օրինակ լսենք, ասում է ընտրելով մեր կուսակցությանը, մեր թեկնածուին, վաղարշաբաթցիները ընտրեցին կյանքը եւ ոչ թե ապոկալիպսիսը, ինչպես առաջարկում էին ընդդիմադիրները։ Որն է ձեր ընդհանուր գնահատականը։ Նախ այն ինչ որ սպասում էր վաղարշաբաթից, նախապես գիտեինք, որ եթե հիմնականում երկու կողմ են մասնակցում, մեկը ռուսամետ ուժերը, մի մասը նախկին, մի մասը ներկա, այս ռուսամետ ուժեր, մեկը իշխանությունը, որը պակաս ռուսամետ չի, այն հավատարմության երթումը, որը Նիկոլ Փաշինյանն է տալիս Վլադիմիր Պուտինին, այդպես որևէ ռուսամետ ուժ չի կարող նենց մակարդակ ապահովել, ցածր մակարդակ։ Այսինքն նշանակում է մեծ սպասելիքներ իհարկե չկար։ Իսկ եթե այն մյուս կողմը հաղթեր, ինչ դրանից։ Բայց դա նաև դաս էր նրա համար, որ եթե այլ ընտրանք, նորմալ, արևմտամետ ուժերի չստեղծվի, այդ պարագայում հասարակության կեսից ավելին ջղայնացած տանը նստում է եւ չի մասնակցում։ Եվ իսկ եթե մասնակցի ում ընտրի, նրա համար հավասարապես անընդունելի է թե այն կողմը, թե այն մյուս կողմը։ Այսինքն դա նշանակում է, որ առաջիկա համապետական ընտրություններից առաջ, ինչքան որ ասել ենք, որ եկեք համախմբման հարցերը լուծենք, ով կարող է այդ ձևաչափը անի, ես ի վիճակի լինեմ, ես կանեմ, մեկ ուրիշը կանի, ես իրան կմիանամ, նպատակը մեկն է, ստեղծենք հասարակության այդ շերտի սպասումները արդարացնենք, որովհետև այդ հասարակության կեսից ավելին գտնում է որ մեր երկրի ապագան Եվրամիությունն է։ Իսկ հիմա ավելի ցայտուն օրինակ թե ինչ տեղի ունեցավ, ինչքան բացատրեինք, ավելի լավ չէինք բացատրի։ Մարդիկ էլ ասում են, մասնակցեիք, դուք չեք մասնակցում, մենք է ստիպված ընտրում ենք նրանց մեջ։ Այո, ես դա էլ եմ ընդունում, բայց նաև անհրաժեշտությունը, որ այդ ուժերը կարողանան մասնակցեն, հասարակությունը նույնպես լուրջ անելիք ունի։ Իշխանությունը ունի ֆանտաստիկ վարչական ռեսուրս, ֆինանսականի ռեսուրսի խնդրեմ չունի, անվերահսկելի կարող է ծախսել պետական բյուջեի փողերը եւ վերագրել իրեն, էլ չեմ ասում ցանկացած օլիգարխի կարող է ասի այդ գումարները ծախսեն։ Նույնը անում է ֆանտաստիկ փող ունեցող ընդդիմությունը։ Այս պարագայում այն մարդիկ, ովքեր խոցելի չեն, այն մարդիկ, ովքեր կարող են ծրագրի ու գաղափարից խոսեն, բնական է այս կռվի մեջ շատ դժվարությամբ են տարածք հարթում։ Ու պետք չի իրարից նեղանալ։ Մենք ասենք ժողովուրդ չօգնեցիք, դրա համար չենք անում, նրանք էլ ասեն դե արեք, որ հետո օգնենք։ Իրար վրա գցելու խնդիր չկա։ Տեսնում եք, թե ինչ կատաստրոֆայի առաջ կկանգնենք, եթե այս ձևով լինի 26-ի ընտրություն։ Իսկ ինչ վերաբերում է, որ Նիկոլ Փաշինյանն ասում է ընտրեցին կյանքը, այլ ոչ թե ապոկալիպսիսը, ես կարծում եմ, որ մի անգամ չի, որ ինքը այդ ապոկալիպսիս բառն օգտագործում է, ես անդրադարձել եմ դրան, կարծում եմ, որ ինքը այդ բառի իմաստը ուղղակի չի հասկանում։ Վատ չէր էլի ինքը մտներ կարդար, որ իմանար, որ մոլորակի մասշտաբի կատաստրոֆա չի լինելու ոչ մի պարագայում։ Եվ այն ինչ որ ինքը նաև ասում էր, որ մենք կկանխենք ապոկալիպսիսը, դա նկատի ունի նաև տրիփի ճանապարհի հետ կապված, եթե վտանգ լինի, դա ոչ քո քաշով է, ոչ էլ Հայաստանի քաշով է, որ դու ապոկալիպսիս կանխես կամ առաջացնես կամ կանխես։ Նույնը եթե ներպետական ընտրությունների հետ կապված այդ բառը օգտագործել, երևի վերջերս ա լսել, որովհետև պարբերաբար օգտագործում է։ Համարենք, որ դա լուրջ չի, որովհետև ինչի մասին է խոսքը։ Կարելի է կարծել բոլորը մահն են ընտրել, Փաշինյանն եկել ասել ժողովուրդ չեք իմացե, ապրելն ավելի լավ է, քան մեռնելը։ Չէ, ժողովուրդ ջան, մեռնելն ավելի լավ է, քան ապրել անպատիվ։ Այդ բանը ինքը չի հասկանում։ Ոնց ասում է, կարելի է ուտել, կարելի է ինչ-որ պետք է հանձնել, որել ուտել, կարելի է ամեն ինչ անել, ու դրանից հետո հրաժարվել իշխանությունից եւ չապրել, չգնալ համեք, չգնալ երգել, այսինքն ամեն օր դու խոսես խնդիրներ, մարդիկ տեսնում են, մարդը մոլորակի բնակի չէ, նա տեսնում է մոլորակում ինչ է կատարվում, ամեն օր մտածում է, որ կատաստրոֆալի մոլորակի մասշտաբի, որը մեր չափով չի, որ մենք դա
կանխենք, ամեն օր մեր մարդկանց ներկայացնում ենք, որպեսզի իմանաք ինչ սպասենք Հայաստանից, պետք է իմանաք ինչ անում Ամերիկան, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը եւ այլ, Եվրամիությունը, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, համերգ ա եկել, չեք գնում, հա վայ մոռացանք, կներես, որ այդ պահին չմտածեցինք, որ կարևորը ապրելն ու երգելն ու պարելն է։ Դրա համար չեմ կարծում, որ ինքը այլևս կլրջանա, դա մեզ չի հաջողվի, դա մարդը այդ տեսակն է, դու ինչ կարող ես անել, բայց հաստորեն լուրջ է այն վիճակը, որում մենք հայտնվել ենք։ Պարոն Անտինյան, ընտրությանը մասնակցող ուժերի շարքերում կար նաև Եվրաքվեի նախաձեռնողներից Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը, ինչ է կարծում, ինչու նա չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը, ճիշտ է Հանրապետություն կուսակցությունը դիմել է, որպեսզի վերահաշվարկ իրականացնեն 6 ընտրատեղամասերում, այնուամենայնիվ, դուք ասում եք ընդդիմադիրներն էին եւ իշխանություններ եւ չկար ընտրություն, բայց կար չէ, փաստացի Հանրապետություն կուսակցության կողմից թեկնածու, որը իդեպ վաղաշաբաթցի է։ Այսպես նայեք, ինչ ենք ասում։ Եթե լինում է այլընտրանք, պետք է լինի այլընտրանք, թե այս իշխանությանը, թե նախկին իշխանությունների, կամ ռուսամետ ընդդիմությանը, եւ միևնույն ժամանակ չի կարելի Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժերին կամ Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի արբանյակ ուժերին իրանցից տարանջատել։ Երևանյան ընտրությունները, ասում ենք, որ պետք է չլինի ոչ Երևանյան ընտրություն, ոչ Գյումրի։ Երևանում ինչ եղավ, ընդդիմադիր ձայները տարան միացան իշխանությանը։ Գյումրիում ինչ եղավ։ Արդեն այդ նույն ուժը, որոնք Եվրոդաշինքով գնացին Գյումրի, մարդիկ բոլորին ասում են, դուք ձայները ստանալու եք, տալու եք իշխանությանը։ Եվ դրա համար Գյումրիում իրանք չընտրվեցին։ Այսօր վաղարշապատում կար մի միամիտ մարդ, որը կարծեր, որ եթե Նիկոլ Փաշինյանի ձայները պակասեր, Հանրապետություն կուսակցությունը անցողիկ շեմը անցներ, այդ ձայները չէր տալու Նիկոլ Փաշինյանին։ Չկար տենց բան։ Դա նշանակում է, որ մարդիկ ասում են, եթե մենք ընտրում ենք Նիկոլ Փաշինյանին, հենա կընտրենք Նիկոլ Փաշինյանին, նրա արբանյակին չենք ընտրում։ Բայց ինչու են արբանյակ, պարոն Անտինյան։ Մարդիկ, երբ որ քննադատելու տեղ են տեսնում, քննադատում են, իրենց քննադատությունը հնչեցնում են եւ վաղ այդ առումով չկա։ Եթե տեսնում են, որ իշխանության գործողությունները որոշ առումներով ճիշտ է, դա արձանագրում են։ Հիմա սա նշանակում է բոլորին պիտակավորել, որ նրանք արբանյակ ուժեր են։ Հա, բայց իրանք էլ չեն թաքցնում, ինչ կարիք կա անհանգստանալ իրանց փոխարեն։ Իրանք էլ չեն Չեմ անհանգստանում, ուզում եմ հասկանալ հանրային պատկերացումը արբանյակ ուժի մասին։ Եթե քննադատության տեղ կա, քննադատում է, եթե գովեստի տեղ կա, գովում է։ Սա նշանակում է, որ արբանյակ ուժ է։ Եթե ընդդիմության պես ռադիկալ չի քննադատում։ Խնդիրը նայենք հստակ։ Նիկոլ Փաշինյանը ինքը ազգային ժողովի բարձր ամբիոնից ասում է, ես 18 թվականին տեսա, որ Արցախը հանձնված է, վերջ, միջազգային հանրության եւ մեր կարծիքները չի համապատասխանում, բայց ով կթողեր ես հանձնեմ, եթե պատերազմ չլիներ, ես ո՞նց կարող էի հանձնել։ Ես պատերազմին մասնակցել ենք, որ թոկը հանենք Արցախի մեր վզից, որպեսզի Հայաստանը փրկենք։ Եվ այդ պարագայում mēs նույնը կհանձնեինք առանց զոհերի։ Մարդը ինքը խոստովանում է, որ կարելի էր պատերազմը կանխել, բայց ես դիտավորյալ չեմ կանխել, որպեսզի պատերազմի արդյունքում, ասեմ ժողովուրդ, տեսնում եք 25-30 հազար մեր զինվորները պատանդ են, եթե ես թուղթը չստորագրեմ, կսպանվեն, բերեք ստորագրեմ։ Այսինքն շանտաժով մարդկանց համոզել, որ սա է միագի ելքը, որից հետո ասել, բա չգիտեի, որ եթե պատերազմ չլինի, չէին թողի հանձնել։ Այսինքն դու գիտակցաբար տարել ես մարդկանց կոտորելու, որից հետո հիմա մենք կանգնենք, ասենք, ժողովուրդ, մարդը ինքը ընդունում է, որ ինքը մարդա սպանա, բայց դուք չեք նկատում, որ ինքը երբ որ գնացել էր սպանելու, ճանապարհին ձեր հարկերի հաշվին փողոցը ասֆալտել է։ Ժողովուրդ ջան, դա մենք թողենք, որպեսզի ասեն այգում նստած տատիկները, որոնք ասեն, վայ մեր բակը ասֆալտապատել են։ Դու որոշի, դու եթե արդարացնում ես դա, ուրեմն արդարացնում ես ոչ մի դրական բան, այսինքն դա կարմիր գիծ է։ Եթե դու հրապարակային գործիչ ես, ու քեզ մարդը ասում է, որ ես դա արել եմ, որից հետո ասում է, այ դու
եթե ինձ պաշտպանում ես, դու էլ ես ձեռքերը տարօրինոտ անում։ Ու իդեպ Նիկոլ Փաշինյանը պատահական չի անում, դիտավորյալ է անում։ Իրան պետք են մահապարտներ, որտեղ ինքը գիտի, որ մահու կենաց կռիվ է մղելու, եթե հանկարծ պարտվի, շատ խայտառակ վիճակ կլինի իր համար։ Դրա համար ինքը հանրային տիրույթում մահապարտներ է ներգրավում։ Այսինքն դու գիտես ես ինչ եմ արել ու դու ինձ պաշտպանում ես։ Դա դրանից ամեն մարդ պետք է ինքը որոշի։ Եթե դու ասում ես, որ բա դուք դրականը չեք տեսնում, ես այդ օրինակը բերել եմ, մարդ կա ինձ զանգում, ասում է, բա դուք դրականը չեք տեսնում, ասեմ, եթե մտներ ձեր տուն, ճակատից խփեր քո երեխային քո աչքի առաջ, հետո քեզ բերեր ծաղիկներ, կնոջդ եւ կոնֆետ, մի հատ էլ խմիշտ քեզ համար, դուք ասեիր դրականը ինչու չեք տեսնում, բայց այդ մարդը տեսակ ինչ բարեկիր ձևով մտավ մեր տուն։ Այսինքն դա մենք թողենք տատիկների համար, հա, այն էլ 90-ից մեծ տատիկների համար, որոնք քաղաքական process-ին չեն մասնակցում։ Ցանկացած հրապարակային գործիչ պետք է իր համար որոշի։ Սա կարմիր գիծ է։ Եթե դու գիտես, որ դու ընդունում ես, որ Ռոբերտ Քոչարյանը կատարել է այս բանը, դա քեզ համար կարմիր գիծ է։ Ինչքան ուզում ասեմ, բա ինքը շինարարություն արել է, դու չես տեսել, հենց դու շինարարության պարտարացնում ես, մարդիկ ասում են հոп։ Այսինքն դու մարտի 1 դնում ես մի կողմ, ապրիլի 12 դնում ես մի կողմ, հոկտեմբերի 27 դնում ես մի կողմ, եւ այդ ամեն ինչը դնում ես մի կողմ, դա չի արդարացվում։ Այսինքն կարելի է լավից էլ խոսալ, վատից էլ, բայց համագործակցել արդեն դա նշանակում է դու ընդունում ես նրա սխալները ամբողջությամբ։ Շատ լավ։ Պարոն Անտինյան, հիմա մինչև ընտրությունները ընդդիմադիրները չէին էլ թաքցնում, իրենք հույս ունեին կրկնել Գյումրիի սցենարը, իշխանականներն էլ այսպես ասած այդ սցենարով վախեցնում էին ընտրողներին։ Հիմա ձեր կարծիքով ինչու չհաջողեցին ընդդիմադիրները այդ սցենարը կրկնել։ Էջմիածնում ռուսամետները ավելի քիչ են։ Չէ, խնդիրը դա չի։ Իշխանությունը դասեր քաղեց Գյումրիու ընտրություններից, ընդդիմությունը ոչ։ Նախնդիմությունը պետք է իմանա, որ համապետական ընտրություններում քանի անգամ այդ մասին ասել եմ։ Իրանք թռնեն երկին, կիշնեն գետին, միլիարդավոր դոլարները գետի պես լցնեն փողոցները, հասարակության մեջ 30%-ից ավել ձայն իրանք չունեն։ Չկա այդ էլեկտորատը, որը գտնում է Հայաստանի ապագան Ռուսաստանն է։ Առավել ևս թե ինչի մեջ է ներքաշված Ռուսաստան-ուկրաինական պատերազմ։ Առավել ևս որ իրանք վերջի շանսը, վերջի հաղթաթուղթը, որ փորձել էին համոզել Դոնալդ Տրամփին, որ իրանց աջակցի։ Հիմա կամաց Դոնալդ Տրամփը մի քիչ արևմուտքի ճնշման տակ, մի քիչ երկրի ներսում, որ ասում են ինչ ես անում, մի քիչ կասկածներ, որ հանի ի վերջո մեջից այդ վախը Ռուսաստանի նկատմամբ որպես միջուկային տերություն եւ սերը Պուտինի նկատմամբ հանի եւ կոնկրետ քայլեր, հիմա այդ կոնկրետ քայլերն արվում են։ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքները շարքից հանում են։ Դուք տեսնում եք այդ երկրում ինչա կատարում, մենք ամիսներ հետո ավելի վատ վիճակ է լինելու։ Մեր ռուսամետ գործիչները մեր հասարակությանը համոզելու են, որ մեր ապագան Ռուսաստանն է։ Դա ասում ենք չի լինելու դա, իրար հետ համագործակցեք, իրար հետ մրցակցեք, դուք չունեք այդ ձայնը։ Հիմա իրանք վաղաշաբաթում հասկացան, որ այդ ձայնը չունեն։ Հասկացան, որ հիմա մրցում է գնում, ով պետք է ապահովի Փաշինյանի ընտրությունը։ 2018 թվականին դա արեց Սերժ Սարգսյանը իր ձևով։ Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության։ 2021 թվականին Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանն արեց իր ձեռքով։ Հիմա այդ երկուսը այլևս մոդա չեն։ Նրանց ինչքան ուզում է վերակենդանացնեն, դեղեր տան, բան անեն, դրանցով հասարակությանը չես վախացնի։ Հիմա կգա մեկ ուրիշը կանի իր ձևով, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրի։ Ըստ էության եկավ Սամվել։ Նպատակը մեկն է, ինչպես օգնենք Փաշինյանը վերարտադրի։ Եթե դուք չեք պատկերացնում, որ արևմտամետ 50% ավելի էլեկտորատը, եթե որևէ մեկը այդտեղ կարողանա այդ մարդկանց սպասումները արդարացնի, վստահություն առաջացնի, կարևորը դա է։ Դե չէ ձայները կա, բայց չեն վստահում են մարդկանց, ովքեր դաշտ են մտնում, չէ, կամ չեն կարողանում նրանք ձևավորել այդ ուժը։ Այդ պարագայում ոչ իշխանությունը, ոչ ռուսամետ ընդդիմությունը չեն կարող 50% ձայն ստանալ։ Այդ նրանց սխալն է, որ իրանք նորից իրանց ասպարեզ գցեցին, Նիկոլ Փաշինյանն ասեց, տեսեք, գալիս են։ Ժորժ ջան, հասեք, դեմներն առեք։ Եվ հետո բոլորը հայտարարեցին, որ բերեք իրար հետ միանանք ընդդեմ իշխանությանը։ Հենց դա էլ իշխանությանը պետք էր։ Հիմա այդ իշխանությունը այդ սխալը իր դաս քաղեց, ընդդիմությունը չքաղեց։ Հիմա ընդդիմությանն ասում ենք, «Էդ էիք ուզում, ժողովուրդ ջան,
Ասեք, որ դուք ուզում եք Փաշինյանը ընտրվի, դափնին վերցնեք, տնեք ձեր գլխին։ Ինչ եք իզուր դերասանություն անում, թե դուք պայքարում եք Նիկոլ Փաշինյանի դեմ։ Պարոն Անտինյան, Փաշինյանն այս ընտրություններով ասում է քաղաքացիները լիցք տվեցին, նոր լիցք տվեցին մեզ մաքրելու, սրբելու Վեհարանը կաթողիկոսից իրենց բնորոշմամբ Կտրիչ Ներսիսյանից։ Իսկապես վաղարշապատցիները իրենց քվեարկությամբ այս արտոնությունը տվեցին իշխանությանը գործող։ Նախ, եթե մենք աշխարհիկ պետություն ենք, սահմանադրորեն ամրագրված, որ աշխարհիկ պետություն ենք, եկեղեցին անջատ է պետությունից, ավելի աբսուրդ բան, քան դու գնացել ես համայնքապետ ես ընտրում, որով պայմանավորում ես հոգևոր առաջնորդին տեղ ուղարկել, իսկ մի րոպե ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը միշտ էջմիածնում ա եղել, բա Նիկոլ Փաշինյանը մի հատ թող գիրք բացի կարդա։ Այսինքն ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը կարող է լինել ցանկացած տեղ։ Հիմա եթե ինքը գնա Արգենտինայում նստի, ու Արգենտինայի տեղական ընտրություններում որևէ մեկը պարտվի, դա նշանակում ամենայն հայոց կաթողիկոսին չեն վստահում Արգենտինայում, այդ աշճանի պատկերացում չունենալ հայ առաքելական եկեղեցու մասին, այն որ Գարեգի երկրորդի կաթողիկոս չլիներ, մի անգամ չի որ այդ մասին խոսել ենք, ու նոր չի որ խոսել ենք, թե ոնց է նա ընտրվել, թե նախկին իշխանությունները իրան ոնց են օգնել, ու Իրանից առաջ էլ ոնց Լևոն Տեր-Պետրոսյանը Գարեգին առաջինին բերեց, խորհրդային միությունից հետո հազիվ մենք հնարավորություն ունեինք անկախանալ մեր ընտրությունը կատարենք, Լևոն Տեր-Պետրոսյանը Գարեգին առաջինին Անտիլիասից վերից նշանակեց կաթողիկոս։ Շատ ինտելիգենտ, շատ գրագետ մարդ էր, շատ կիրթ էր, խոսում էր հավեսդ գալիս էր, բայց նրա գալը աշխարհիկ իշխանության կողմից նշանակելուց հետո եկավ հաջորդ իշխանությունը նշանակեց Գարեգին երկրորդին։ Այսինքն դա չի խնդիրը, մենք Գարեգին երկրորդի կերպարը չենք նայում։ Բիզնեսմեն մարդը, ինքը այդ իշխանության հետ սերտաճած ապրում էր, հիմա չի ստացվում այս իշխանության հետ, իրանք ասում են մեր մարդը դնենք, էլի ԿՊ-ական լինի, ուրիշ բան չեն ասում։ Հա, դրա համար նրա հարցը չի, հարցը ուրիշ է։ Այսինքն, եթե ասում ես, որ ես բանջու չես գրոհում, մայրաթոռը ասում է, դեռ բավարար չափով չեմ մաքրվել։ Մի քանի տեղեր գնում եմ պատարակի, իրանց կողմից նշանակովի սպասավորներին ասում, բավարար չափով մաքրվենք, նոր մայրաթոռ կգնանք։ Մեկ էլ ընտրություններից հետո ասում վաղարշաբաթը ընտրություններից հետո արդեն բարենպաստ պայման է, գնանք Վեհարանը վերցնենք։ Այսինքն արդեն վաղարշաբաթի աշխարհիկ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը մաքրվեց։ Մի քիչ պետքա ինչ ասեմ, պետքա լրջանալ, այդ է, մարդը չգիտի ինչ աթոռյան նստած, ամենամեծ պրոբլեմը դա է։ Հիմա այս խնդիրը իդեպ պարոն Անտինյան գտնվում է նաև Մեծ Բրիտանիայի ուշադրության կենտրոնում, մասնավորապես Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարարը նշել է. ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրությանն ու օրենսդրությանը, պատշաճ դատավարության ընթացք եւ արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար, ակնկալում ենք նաև, որ դատական գործընթացները մնան թափանցիկության եւ անաչառության շրջանակներում, այսինքն մեր հոգեվորականություն եւ իշխանություն արճակատումը միայն ներքին խնդիր չէ, սրան փաստորեն նաև հետևում են աշխարհում, մասնավորապես Մեծ Բրիտանիայից այսպիսի հայտարարություն ունենք։ Սա ինչի մասին է։ Մեծ Բրիտանիայից նման զուսպ հայտարարությունն անգամ պետքա շատ լուրջ վերաբերվել դրան։ Պատահական չի, որ պարբերաբար նշում ենք, որ ոգևորված ասում եք, մենք գնում ենք Եվրոպա, իսկ մենք գիտենք, որ իրանք Եվրոպա չեն գնում։ Բայց գոնե եթե ձև եք անում, որ գնում եք Եվրոպա, ձեր աչքի առաջ տեսեք Վրաստանում ինչ է կատարում։ Նրանք էլ վատ ձևեր չէին անում։ Նրանք իսկապես գնում էին Եվրոպա, որովհետև երբ որ 2013 թվականին Հայաստանը գնաց մտավ մաքսային միություն, Վրաստանը ստորագրեց Վիլնյուսում ասոցիացման համաձայնագիրը նոյեմբերին եւ գնաց դեպի Եվրոպա, դարձավ տեխնացու պետություն, բայց որից հետո երբ որ ռուսական օլիգարխը եկավ իշխանությունը վերցրեց, այդ բոլոր քայլերը նրանք մեզանից առաջ էին եւ ժամանակաշրջանով, եւ գործողությունների քանակով։ Հիմա տեսնում եք ոնց են միացրել ռևերսը, ասում են հոп SSS բաները չի համապատասխանում, մոռացեք, որ դուք կդառնաք Եվրամիության անդամ։ Այսինքն մենք սպասում ենք, որ
ձևական քայլեր անենք, թե իբր թե Ժողովուրդ ջան, տեսեք Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա է տանում, բերեք Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ելով պետք է Եվրոպա տանի։ Հա, Փաշինյանը մեզ Շանհայով Եվրոպա է տանում։ Ուղիղ գիծը երկրաչափության։ Բայց չեք իմացել, Բրյուսել գնալու ամենակարճ ճանապարհը, սես մտնում ես Իրանով, Պակիստանով, գնում ես Չինաստան, ընդեղից թեքվում ես Ռուսաստան, գնում ես Բրյուսել։ Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, թե Փաշինյանի աշխարհագրության մակարդակը որն է, մնացածն ենք տեսել։ Այսինքն մարդիկ չեն խաբվելու, ոչ միայն չեն խաբվելու Հայաստանի ներսում, այլ չեն խաբվելու դրսում։ Նայեք Վրաստանի օրինակը, չեն ափսոսում այդքան աշխատանք։ Այն դեպքում, երբ որ այդ ժողովուրդը 2008 թվականի հունվարի 5-ին ընտրությունների ժամանակ նախագահական գնաց 77% ձայն տվեց հանրակրվեին ՆԱՏՕ-ի անդամակցության Վրաստանը։ Այն դեպքում նախագահային 50%-ից մի փոքր ավել ձայն տվեց։ Այսինքն ասես նախագահի խաթեր չենք տալի, մենք ենք անում։ Այդ այն Վրաստանն է, որը որ դուրս եկավ հապկից 99 թվականին, բայց նախապես ասեց ինչի է դուրս գալի։ Ասեց մենք ուզում ենք դուրս գալ, որովհետև 97 թվականին նախաձեռնել էին ՎԱՄ-ը, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման։ Արևմուտքին ասին մենք ենք Եվրոպայի գործընկերը։ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, անգամ Ադրբեջանը մեզնից առաջ ընկավ, ասեց Եվրոպայի գործընկերը մենք ենք։ Թեպետ ինչ որտեղ դա ձևական կառույց է, բայց երբ ուզում են, բոլորի աշտ են մտցնում, որ իրանք եվրոպական ճանապարհը ընտրել են շատ ավելի շուտ։ Այս ամեն ինչը անցնող Վրաստանը, որ ամբողջ երկրում նույնիսկ իրավական առումով ճիշտ չէ, դուք Եվրամիության անդամ չեք, ողողած էր Եվրամիության դրոշները, չգնացին ռուսական ճանապարհով։ Ուրեմն պետք չի մեր հասարակությանը ձևական քայլերով խաբել։ Այստեղ խնդիրը որն է։ Եթե եկեղեցու սպասավորները խառնվում են քաղաքականությանը, եթե հայտարարություն են անում, որը համապատասխանում է բռնի ուժով իշխանությանը տապալելուն, դա իրավապահ համակարգը պետքա դրան իհարկե գնահատական տա, միանշանակ, խոսք չկա, բայց երբ որ դա խիստ ձևով քաղաքականացվեց, երջանկացած հարձակվեցին, անմեղության կանխավարկածը ոտատակա տված մեր մոտ, առավոտից իրիկու բոլորը քաղաքականացրեցին, արդեն դա դրսից նայում են, չեն ասում է, այդ եկեղեցականները օրենք խախտել են, թե չէ, ասում է դուք չափը անցել եք, թե չէ, իրավաչափ է ձեր քայլերը, թե ոչ, որովհետև այդ երջանկությունը, որ ժողովրդին ոգևորենք, գնանք, հարձակվենք, գնանք, գրավենք, այլևս չի տեղավորվում, եթե սխալի դեմ սխալով չես պայքարում, դա այդպես չի կարող։ Շնորհակալ եմ, պարոն Անտինյան, այս պահին մեր եթերում գովազդ հայտարարենք, ես տեսնում եմ, որ ունենք արդեն հեռախոսազանգեր, հարգելի հեռուստադիտողներ, գովազդից անմիջապես հետո կպատասխանենք նաև ձեր հեռախոսազանգերին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 ցենտա օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։
Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ուղիղ եթերում Նոյան տապանն է, տաղավարում քաղաքագետ Էդվարդ Անտինյանն է, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել նաև YouTube-ում, Patreon-ի ալիքում, այդ ալիքում նաև կարող եք մեզ աջակցել էկրանին երևացող QR կոդով։ Պարոն Անտինյան, այս պահին հեռախոսազանգ չունենք, հետևաբար ես օգտվեմ հարց տալու իմ հնարավորությունից։ Հիմա Հայաստանի այդ գործող իշխանություններ, նախկին ղեկավարներ, հեռակաբանավեճը շարունակվում է եւ դրա ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային փաստաթղթերը հրապարակելու է։ Դուք անձամբ ինչ որ սպասելիք ունեք, ինչ որ բացահայտումներ կլինեն, որոնք էականորեն կփոխեն 2026-ին սպասվող ընտրությունների տրամաբանությունը, նաեւ կոպիտ է հնչում, բայց կփակեն օրինակ նախկին նախագահների բերանը։ Այսպես ասեմ, չեմ կարծում, որ այդ բանակցություններում կա այնպիսի մի բան, որը պետքա օգնի նախկինների բերանը փակել, կամ էլ թե չէ օգնի Նիկոլ Փաշինյանի բերանը փակել, որտեղ երկուսի բերանն էլ փակվող չի, նրանք ամոթի զգացողություն ոչ մի կողմը չունի, որի հա գոնե մի փոքր լռեն, դրա համար մենք նայենք, իսկ ինչ են այսօր բացատրում նախկինները, որը որ եթե բացահայտվեց, մենք այդ մասին չգիտենք։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը ինքն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելը, ասում է, որ դա իմ հեղինակած որոշումներ 91 թվականի սեպտեմբերի 2-ին, որի մեջ մտել է լղիմ գումարած Շահումյան գումարած Գետաշեն, այսինքն լրիվ այլ միավոր, անկախ նրանից դա ճիշտ էր թե սխալ, որովհետև կարող է չգնային անկախության ճանապարհով, այլ գնային այն ճանապարհով, որ 89 թվականի դեկտեմբերի 1-ին վերամիավորման որոշում կար Լղիմի եւ Հայաստանի։ Եթե Ադրբեջանը ինքը օգոստոսի 30-ին հռչակել է իր անկախությունը, այն էլ ավելին, մենակ անկախությունը չի հռչակել, ինքը հիշատակել է, որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ժառանգորդն է 18-ից 20 թվականների եւ համարել է Ռուսաստանին օկուպանտ, այսինքն ինքը օկուպանտից ազատվելու համար ընտրել է ոչ թե այսօր է իր անկախությունը հռչակում, այլ ինքը ասում է, որ շարունակում է իր անկախությունը, օկուպացիայից դուրս է եկել։ Հիմա դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը մտածել է, ինչ լավ առիթ է, Ադրբեջանը իր անկախությունը հռչակել է օգոստոսի 30-ին, մենք սեպտեմբերի 2-ին էլ մենք էլ մեր անկախությունը հռչակենք, հետո էլ կանգնում ասում են Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմը։ Բայց մի րոպե, 91 թվականի մարտի 17-ին, որ խորհրդային միությունը պահպանելու համար հանրակրվե եղավ, որին Հայաստանը չի մասնակցել, որին մասնակցել է Ադրբեջանը, եւ Ադրբեջանը 93.3%-ով քվեարկել է պահպանել ԽՍՀՄ, որից հետո այդ որ իրավական ակտով ինքը իր անկախությունը հռչակեց, որը չհակասեց իր հանրակրվեին։ Այսինքն եթե դու արդեն քո ժողովուրդը ընտրել է պահպանել խորհրդային միությունը, բայց քո գերագույն խորհուրդը դրանից հետո որոշել է անկախանալ, Արցախը լրիվ լեգիտիմ իրավունք ուներ ասել, ես քո հետ ճանապարհ չունեմ։
իր գերագույն խորհուրդը կարող էր նման որոշում կայացնել, եթե խորհրդային միությունն արդեն լուծարվեր, իրանք էլ ասեն Ժորժ ջան, դե մենք էլ արդեն անկախացանք, էլի, բերեք մեր անկախությունը հռչակենք։ Մինչև դեկտեմբերի 8-ի խորհրդային միության լուծարումը Ադրբեջանը հոկտեմբերի 18-ին էր սահմանադրական ակտ է ընդունել անկախության մասին։ Դա էլ իրավական հիմք չուներ։ Իսկ մենք դրանից ինչի չօգտվեցինք։ Ինչի այսօր չենք մտցնում իրանց աչքը, ասենք, կարող ես ինձ բացատրել։ Բա որ դու օգոստոսի 30-ին քո անկախությունն էիր հռչակում, չէիր հարգում ժողովրդի ձայնը, որը խորհրդային միությունն ուզում էր պահպանել։ Խորհրդային միությանն էլ օկուպանտ էիր համարում։ Մենք քո հետ ինչ ունեինք անելու։ Ոնց կարող ենք մենք դուրս գալ քո հետ մի պետության որոշման, այսինքն իրանք իրավական այնպիսի հաղթաթուղթ էին մեզ տվել, որի դեպքում նույնիսկ մեր այն սխալը գնանք միավորման ճանապարհով թե անկախության, կարող ենք հարցը լուծել, իսկ ինչ արեց Քոչարյանը, գնաց 2007 թվականի Մադրիդում ինչ արեց նոյեմբերի 29-ին, գնաց ասեց, որ Լեռնային Ղարաբաղի հասարակություն ասելով հասկանում ենք լղիմը, այսինքն ինքը հրաժարվեց բոլոր այն թղթերից, որը իր օրոք է եղել։ Առաջինը հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, երկրորդ Լեռնային Ղարաբաղի Հանրաքվե, որը դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով, եւ որ եղել է դեկտեմբերի 10-ին, եւ հունվարի 6-ին, երբ որ Լեռնային Ղարաբաղում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի պետական անկախությունը։ Դու այս 3 փաստաթուղթը զրոյացրեցիր, երբ որ գնացիր ասեցիր, որ Լեռնային Ղարաբաղի հասարակություն ասելով հասկանում ենք լղիմը։ Այսինքն սա Քոչարյանի արածն էր, որ մենք գիտենք, երբ որ ինքը 99 թվականի նոյեմբերի 18-ին Ստամբուլում Եվրոպայի անվտանգության խարտիան ստորագրել իրան հարցրեցին լրագրողները, բա ոնց ես ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասում Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Բա Արցախը Ադրբեջանի կազմում չի եղել։ Ընդհանուր պետության մասին ոնց է խոսում դրանից հետո։ Մեղրի հետ փոխանակել ոնց է խոսում դրանից հետո։ Այսինքն մենք սա ունենք, չէ՞, ինչ է նոր բացահայտվելու, որը մենք չգիտենք։ Հետն էլ ասում է, որ Հայաստանն է հրահրել պատերազմը։ Չէ, Հայաստանը որ հրահրել է պատերազմը ինքը ասում է, հարցը նա է, որ ախր այդ բանը Նիկոլ Փաշինյանն էլ է ասում։ Այսինքն Չէ, բայց օբյեկտիվորեն պարոն Անտինյան, Հայաստանը իսկապես հրահրեց պատերազմը։ Ախր գիտեք հարցը որն է, Ադրբեջանը նպատակ ուներ պատերազմ սկսել, վերցրեցին իրանց վրա, որ իրանք են հրահրել։ Եկեք այստեղ կանգ առնենք, հեռախոսազանգի պատասխանենք։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտող, քիչեցնեք հեռուստացույցի ձայնը։ Մենք ձեզ լսում ենք, դուք հեռուստացույցի ձայնը իջեցրեք, որ մեզ լսեք։ Okay. Բարև ձեզ, իբ հարգացերս պարոն Անտյանի հետ, պարոն Անտյան, ես Ալիբաբայից և 40 ավասակներից եվ եք պրտնում, և պիտի պրտնեք, այվար կենդի տեղ խելացի մարդ չկա, արի նստի ես աթորին, վերջանակ ես ամեն իչից այվար աղքատության մեջ էտ պեշ ժողովուրդ էտ աղքատության մեջ ապրում, փոշակարուները հացի փող չունեն, նոր տարիա գալի միս չեն կարում առնեն, ես ընկել եք ես Ալիբաբայի 40 ավազարդերը հալանում են մեր երկիրը։ Շնորհակալ ենք հարգելի հեռուստադիտող։ Խելացի մարդ չկա պարոն Անտյան։ Շնորհակալություն։ Ես պատրաստվում էի դեպ այդ մասին վերջում հարցնել, որ արդյոք դուք կնախաձեռնեք լինել այլ ընտրանքը, որը իսկապես հույս կտա ընտրության այս պահին չգնացող, բայց արևմուտքի հետ հույսեր կապող քաղաքացիներին։ Հիմա հեռուստադիտողի հարցը եւս շեղեց մեզ մի փոքր, բայց այնուամենայնիվ պատասխանեք։ Ես պարզ հստակ ասել եմ հրապարակային, որ մտադիր եմ մասնակցել այդ process-ներին, պատասխանատվությունից ու բեռից խուսափող չեմ, բայց պաշտոնի մեռածել չեմ։ Այդ իսկ պատճառով, եթե ինձ կհաջողվի ինքս ձևավորել, իհարկե կվերցնեմ իմ վրա այդ պատասխանատվությունը, մանավանդ որ ասել եմ իմ մտադրությանը ընտրություններին մասնակցելու։ Այսինքն իսկ դա ձևավորել նշանակում է որոշակի ռեսուրսի խնդիրներ լուծել, որ կարողանաս կազմակերպական հարցեր անես։ Իհարկե առաջիկա ընտրություններում ընտրակաշառք չի բաժանվելու, գազելներով ընտրության չեն տանելու։ Եթե նույնիսկ միլիարդներ են բաժանում, դա այդքան արդյունավետ չի, որտեղ եթե միլիարդատերը միլիարդա բաժանով, դա ոչ մի բան ազդեցություն չունի։
որևէ մեկը իմ կարգի մարդուց չի ակնկալում, որ մենք պետք է միլիարդներ բաժանենք, որ տնից գնա մասնակցի ընտրությանը։ Այսինքն այն ինչքան որ իրանք ռեսուրս ծախսում են, մենք դրա 1% էլ ծախսենք, ավելի արդյունավետ կլինի, քան իրանց արածը։ Ուղղակի պետք է լրիվ օրինական ձևով մենք կարողանանք այդ կազմակերպական հարցերը լուծել ու պատահական չի որ ասի նաև պաշտոնի մեռած չեմ, եթե ես տեսնեմ, որ հասարակությունը ավելի շատ վստահում է այդ տիրույթում գաղափարակից մեկ այլ ուժի կամ մեկ այլ անհատի կամ մեկ այլ կուսակցության ու կասի, գիտեք, ավելի լավ է մենք աջակցենք, ես չեմ ասի այդ ով է որ ես նրան միանամ։ Չի կարող տենց բան լինել, եթե քո նպատակը գաղափարն է։ Առավել ևս առաջիկայում նախագահական ընտրություններ չեն, խորհրդարանական ընտրություններ են, իսկ ցուցակը կարող է լինի մոտավորապես 200 հոգի։ Իսկ ընտրություններից հետո էլ պաշտոնների պակաս չի լինում, եթե հաղթում ես։ Այսինքն դրա համար, եթե հասարակությունը կգտնի, որ ինձ է աջակցում, ես կանեմ, կգտնի մեկ ուրիշին է աջակցում, կտեսնեմ, կհամոզվեմ նաև ոչ հրապարակային բանակցություններով, որ իսկապես նրա հետևը չկան այդ ուժեր, որը կարող է մեզ համար վտանգ լինել, այսինքն մենք մերժում ենք նախկիններին, ներկաներին եւ մեկ էլ հանկարծ հավաքվում ենք, բարձում է նրանց թիկունքում է կանգնած։ Եթե ես դրանում համոզված լինեմ 100%-ով, որ այդ ուժերն էլ լրիվ ազատ են իրանց ընտրության հարցում ու ճիշտ են, առանց որևէ կասկածելու ես իհարկե կմիանամ նաև նրանց, որևէ խնդրեմ չեմ տեսնում։ Եվս մեկ զանգ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ հարգելի հեռուստադիտող։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ պարոն Անտինյանին մի քանի բան ասել, եթե կարելի է։ Ես ճիշտ ամի բանն եմ լսում եմ, բայց անընդհատ հետևում եմ։ Բացի Անտինյանի շատ մարդիկ են անընդհատ դժգոհում եւ իսկ պարոն Անտինյանը տվելու անցել է արդեն այդ չափը։ Ես կուզեի նորին գաղափարել, որ ես էլ եմ դիպելու, որ ընտրվեմ։ Ես ունեցի կուզեի այնքը ընտրվել, դառնալ վարչապետ ու իր հերը անցին, որ ինքը իմանա, թե ինչ։ Հարգելի հեռուստադիտող, խնդրում ենք առանց վիրավորանքների եւ հարց ձևակերպել։ Եթե հարց չունեք, ձեր դիտարկումը հասկանալի է։ Չէ, ես հարց չունեմ, մեր մարդը հարց ուներ, որ խոսած դուք էլ լսում եք։ Իսկ ես որ մի բան եմ ուզում ասեմ, ուզում եք անջատեք։ Չէ, դուք վիրավորում եք, հարգելի հեռուստադիտող, մենք խնդրում ենք դուք եթերը հարգեք։ Այ ջանս, ես ասում եմ թող ինքը դառնա, որ ուզում։ Շատ լավ, հասկացանք դիտարկումը, բայց կարելի է ավելի կոռեկտ, շատ շնորհակալ ենք, ձեզ լավ օր։ Լսում ենք պարոն Անտինյան, նախ հարցը նա է, որ եթե Լոս Անջելեսում ինքը շատ ավելի լավ գիտի Հայաստանում ինչ է կատարվում, որի պատճառով ինքը շատ անհանգիստ է Նիկոլ Փաշինյանի համար, կարծում եմ, որ մենք մեծ հաճույքով իրան կընդունենք Հայաստանում, որովհետև անդաստիրակների կարիք մենք շատ ունենք Հայաստանում։ Եթե մարդը զանգում է մեկին եւ ասում է, որ իր հերը անեցեն, իսկ իմ հայրը մահացած է, տիկին անդաստիրակ, ես սովորաբար կանանց հասցեին այդպես չեմ խոսում, այդպիսի օրինակ բերելը առավել եւս խոսում է նրա մասին, որ այո, ինքը կարող է գա եւ ինքը անդամագրվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Շատ վատ տիրույթ տարավ մեզ մեր հեռուստադիտողը իրականում, բայց խոսքը հետեւյալի մասին է. արդյոք հեշտ չի կողքից քննադատել գործող իշխանությանը, որի ուսերին դրված է իրականության մեջ շատ մեծ ու ծանր բեռ, պարոն Անտինյան, եւ արդյոք երբ որ մենք օբյեկտիվորեն որպես զուտ քաղաքացի մենք ինքներս մեզ հարց տանք, եթե հայտնվենք այդ աթոռում, արդյոք մենք իսկապես կկարողանանք մեր պատկերացրածներին համապատասխան քաղաքականություն վարել եւ ըստ այդմ մնալ արժանապատիվ։ Շատ լավ։ Մի հատ հարց հասկանանք, մարդիկ աշխատում են, 10 տարի աշխատել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա էլ 7 տարուց ավել Նիկոլ Փաշինյանը եւ ցանկանում է էլի աշխատել։ Ասում են խոսելը հեշտ է։ Մարդիկ ապրում են պալատներում, աշխատում են պալատներում, գնում են միջազգային հանդիպումների պալատներում, իրանց մակարդակը տեսնում եք, բա որ խոսելը հեշտ է։ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի չի խոսալ չսովորեց։ Սերժ Սարգսյանը սովորեց, թե Նիկոլ Փաշինյանը։ Եթե խոսելը հեշտ է, բան չի չեն կարողանում խոսել։ Չեմ ասում է ծրագրերից խոսեն, մարդկային նորմալ խոսեն։ Հիմա նայեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշտոնաթող նախագահն ինչ է անում։
հիմնադրամներ են ստեղծում, գրադարաններ են բացում, եւ այնտեղ իրանց մտքերն են, իր կյանքի ընթացքում մտքեր, մարդիկ վերցնում են գրքեր, կամ թեկուզ Մեծ Բրիտանիայում Չերչիլն էս ասեց, Դե Գոլը Ֆրանսիայում էս ասեց, Ամերիկայում էս ինչ է, հիմա մենք եկեք երկուսով նստենք, 3 պաշտոնյաների մասին, բերեք իրանց բոլոր մտքի գոհարները հավաքենք, ամոթու գեդինը կմտնենք, Ռոբերտ Քոչյանի Մասանդրան ենք հիշելու, Սերժ Սարգսյանի Յայիրոկն ու Խիարը թարցբուսնելը, Նիկոլ Փաշինյանին էլ չասեմ, Անեց օրինակներ ավելում անհամկամ եթերում անհարմարա կրկնելը։ Այսինքն բավոր խոսալը հեշտ է, ինչի չեն կարողանում խոսալ։ Այն դեպքում, երբ որ այսքան տարի իրանք այդ մթնոլորտում են ապրում ու աշխատում, դե թող խոսեն, թող նորմալ ձևով ձևակերպեն խնդիրը, որ գոնե իմանաք իրանք ի վիճակի են այդ խնդիրը լուծելու, կարողա լուծեն, կարողա չէ։ Բայց եթե դուք տեսնում եք, որ մարդը խնդիրը չի կարողանում ճիշտ ձևով ձևակերպի ու մատուցի, նրա ինտելեկտուալ հնարավորություններն այդպիսին չեն։ Մարդը Հայաստանի ներքաղաքական խնդիրների, ներպետական խնդիրների մասին խոսել են, հիմա էլ խոսում են, դուք տեսնում եք, թե նրանք խայտառակ վիճակա դա, բայց որ գնում են միջազգային բանակցությունների, ուղղակի փակ դռների հետևում, ու դուք ընդհանրապես չեք տեսնում, թե այնտեղ ինչա կատարվում։ Այդ ինչ գիտեք, ինչ են բանակցում։ Դիմացը գալիս են նստում են փորձառու մարդիկ, չմոռանանք, երկրի քաշային կատեգորիան, անհամեմատ գերազանցումը, թե բնակչության թիվը, թե տարածքը, այդ մարդիկ նստում են, իրանք լսում են իրանց կառույցներին, ուղեղային կենտրոններին։ Ուղեղային կենտրոնները բերում են այդ մարդկանց, ովքեր իրանց քաշով ավելի մեծ են, նստում են մեր պաշտոնյաների դեմը, որոնք բոբիկ են գլխից։ Եթե դուք պատկերացեք արդյունքում ինչ եք սպասում։ Նույնիսկ եթե քո պետության քաշը ավելի փոքր է, պետք է պետությունը այնպիսի մարդիկ ներկայացնեն, որ հավասարը հավասարի հետ շփվես, նրանց համար անպատվաբեր չլինի այդ մարդկանց հետ շփվել։ Այսինքն գոնե կոմպենսացնես քո երկրի փոքր լինելը մյուսների համեմատ։ Բայց երբ որ դու գնում ես ու բացարձակ չես, իսկ եթե բանակցությունների ժամանակ Google-ը պետք է մտնես, կարդաս, թե ինչ պետք է խոսես, այս մարդիկ որ խոսում են, դուք տեսնում եք, որ նրանք տիրապետում են։ Ինչ որ մի իրադարձություն կատարվում է, 50 պաշտոնյա անդրադառնում է, մի քանի օրվա ընթացքում ինքը իրան հակասող կարծիք հայտնում։ 100 կարծիք են ունենում։ Սա լսող մարդը կհավատա այդ իշխանության քայլերին։ Հիմա կրակնենք էլ Պարոն Անտինյան, մեր ժողովուրդը, որ 2018 թվականին հեղափոխություն արեց, հույս ունենալով, որ իսկապես այդ անարդարության մթնոլորտը կվերանա, երկրում արդարություն կհաստատվի, նախկին արատավոր բարքերից կազատվենք։ Հիմա տեսեք, շատ ալնում մարդիկ ասում են։ Հիմա անընդհատ մեղադրական այդ բանը կա հանրության հասցեին։ Հիմա մեղավոր էին, որ դուրս եկան փողոց եւ փոփոխություն իրականացրեցին։ Երբեք չի կարելի մեղադրել, որ մարդիկ ազնվորեն դուրս են եկել փողոց։ Ամբողջ աշխարհով տոնախմբություններ, Սերժ Սարգսյան եւ ոչ միայն Սերժ Սարգսյանից 20 տարվա Արցախից եկած խոպանչիների քաղաքականությունը 10 տարի չէր, 20 տարի է։ Ինչի Սերժ Սարգսյանը Քոչարյանի ժամանակ պաշտոնյա չէր, երկրորդ դեմքն էր։ Այսինքն մարդիկ դա են տոնել։ Մարդիկ դուրս են եկել փողոց մերժելու եւ առնվազը ճիշտ չի, որ այդ մարդկանց մեղադրել, թե դուք ինչի եք ազնիվ։ Բայց մենք այսօր խոսում ենք ոչ թե ինչու եք դուք 18 թվին խաբվել, այլ մենք խոսում ենք իսկ դուք 25 թվականին, երբ որ հետադարձ հայացք եք գցում, 18 թվականին թե տեսնում եք այդ ոնց եղավ օրեկան իշխանության, այդ ոնց իշխանությունը հանձնեցին, պատերազմի հետ կապված ինչ եղավ, Փաշինյանը ինչ հայտարարեց պատերազմից հետո, ինչ արվեց եւ այլ, այսինքն եթե դու 18 թվականին ես Նիկոլ Փաշինյանին ընտրել, լավ է սա, ես հեղափոխությանը չեմ մասնակցել, ոչ էլ Նիկոլ Փաշինյանին որևէ ընտրությամբ ընտրել եմ, բայց ես դրական եմ համարել այդ փոփոխությունը։ Ես ո՞ւս կարող եմ մարդկանց մեղադրել մի բանի համար, որ նրանք ազնիվ են եղել։ Բայց ես ասում եմ, բայց ժողովուրդ ջան, 18-ից մինչև այսօր այսքան բանը տեսնելուց հետո, կամ այսքան բանը, որ ջրի երեսա դուրս եկել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ կապված։ Եթե դու կանգնած ես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմը, դու այլևս խաբված չես։ Դու պարզապես հանցակից ես։ Եթե դու կանգնում ես 7.5 տարի հետո ու այս բոլոր բաները տեսնելուց հետո ասում ես ես ընտրել եմ 18-ին, 26-ին էլ կընտրեմ, ուրեմն դու այլևս խաբված չես։ Դա քո ընտրությունն է։ Ուրեմն իմացի, որ այդ ընտրությամբ դու քո երեխայի ապագան ես ընտրում։ Ու տեսեք վատը որն է, մարդը 18 թվին ընտրել, հա, իր երեխայի համար ապագա է ընտրել։
Նա չի ուզում իր երեխան գրագետ կիրթ մարդկանց լսի։ Նա չի ուզում գրագետ խոսք լսի իր երեխան, որ իր երեխան իրան չմեղադրի։ Այսինքն բալիկ ջան, դու էլ վատին լսի, որպեսի հանկարծ չասես հայրիկ, մայրիկ, բա դուք էսին չեք սրանց հետ։ Այսինքն սա է հարցը։ Ծնողը միշտ ուզեցել է իր երեխան իրան անցնի։ Ծնողն ուզեցել է ասել է ես մի քիչ վատ եմ սովորել, թող երեխաս ավելի լավ սովորի։ Ես տանջվեմ ինքը լավ սովորի։ Այսօր կանգնում է երեխային ուզում ասի, չէ դու գործ չունես։ Դու որպեսի չմեղադրես թե ինչ ենք Փաշինը։ Դու երեխայիդ ապագայի համար Փաշինյան ես ընտրում, ուրիշի վրա մի գցի։ Պարոն Անտինյան, այնուամենայնիվ վերադառնանք իմ այն հարցին։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, երբ հայտարարում է, որ Հայաստանն է հրահրել պատերազմ։ Դրա հետևանքները թեկուզ միջազգային արձագանքի տեսանկյունից, Ադրբեջանից սպասվող հարձակումների տեսանկյունից գիտակցում է, հարցս հիշեք, հեռուստադիտողին պատասխանենք, հետո շարունակենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտող, մենք ձեզ լսում ենք։ Ես հարցնում եմ պարոն Անտինյանին։ Լսում ենք ձեզ։ Սոցիալական տեսնեք, այս հետևում եմ հեռուստացույցին խոսում են, լավ։ Ես ուզում եմ հարցնեմ պարոն Անտինյան, եթե դուք ընտրվեք վարչապետ, դուք արդյոք ունեք մշակված ծրագիր սոցիալական անապահով խավի եւ թոշակառուների վերաբերյալ, որոնք հանդիսանում են անվտանգության եւ ռազմավարական լուրջ խնդիր։ Արդյոք ունեք մշակված ծրագիր, որպեսզի բարելավեք սոցիալապես անապահով խավի եւ թոշակառուների վիճակը, քանզի արդ երկրում թոշակառուն քաղաքացին թոշակի անցնելու ժամանակ արդեն վայելում է ապահով կյանքը։ Շատ լավ, շնորհակալ ենք, հարգելի հեռուստադիտող։ Նախ Հայաստանը իր սահմանադրությամբ գրել է, որ ինքը սոցիալական պետություն է։ Եթե սոցիալական պետություն գրում ես, բայց դու ամեն տարի ասում ես թոշակը չեմ բարձրացնելու, որովհետև դրա համար գումար չկա։ Եթե նույնիսկ 1000 դրամով բարձրացնեմ, բայց դրա ոչինչ չի լի, բայց բյուջեի վրա այսքան բեռ կլինի։ Այսինքն եթե ամեն տարի դու ընդունում ես, որ գնաճի պատճառով մարդու կենսամակարդակը վատանում է, հարկեր տուրքերն ավելանում են, ապրանքների գները բարձրանում են, եւ այդ պարագայում դու թոշակը չես վերանայում, այսինքն դու սոցիալական պետություն լինել չես կարող։ Դու քո ծրագրով այլևս մերժում ես սահմանադրական նորմը, որ բացատրում եք, որ ժողովուրդ ջան, բա ոնց կարող ենք թոշակը բարձրացնել։ Եվ խնդիրը սա է, որ եթե մարդիկ իրենց առաջ խնդիր դնեն, որ ինչպես պետք է անեն կենսաթոշակառուի վիճակը լավացնեն, հասարակության բարոյական մակարդակը որոշում է, թե ինչպես է այդ հասարակության վերաբերմունքը ծերերի եւ երեխաների նկատմամբ, այսինքն հասարակության անպաշտպան խոցելի շերտի նկատմամբ։ Եթե մենք տեսնում ենք այդ վերաբերմունքը, հիմա իրանք իհարկե նախընտրական կփորձեն նաև ասեն, որ 65-ից բարձր տարեքի մարդկանց հետ կապված իրանք նաև անվճար բժշկություն կանեն, այդ անվճար բժշկությունը իհարկե պետք է եւ շատ ընդունելի է, միանշանակ, այդ դուք ասեցիք արտասահմանում, մարդը նույնիսկ եթե մի ժամ անգամ չի աշխատել որևէ արևմտյան երկրում, բայց մարդը գնում է այդ պետություն, եթե նույնիսկ նրան թոշակ չեն տալի, որտեղ ասում են դու մեր մոտ չես աշխատել, բայց տալիս են այնքան նպաստ, նրա առողջական խնդիրները լուծում են, սննդի գումար են տալի, պահողի փող են տալի, որտեղ ասում են, եթե դու եկել ես մեր երկիր, դու կարգավիճակ ես ստացել, նույնիսկ եթե չես աշխատել այս երկրի համար, դու չպետք է սովամահ լինես։ Եթե այդ կարգավիճակը քեզ տվել է, ընդհանրենք Միացյալ Նահանգները, ուրեմն դու պետք է արժանապատիվ կարողանաս ապրես։ Մենք այս խնդրը ունենք, որ ձեզ հարցը այն է, որ դուք եթե հավակնություններ ունենաք մասնակցելու ընտրություններին, դուք այս առումով մշակված կամ պատկերացումներ ունեք, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ։ Ուղղակի ասեմ, որ այն մասնագիտությունը, որը ես ստացել եմ, ես տնտեսագիտական կրթություն եմ ստացել, շատ ժամանակ ես այդ թեմաներից չեմ խոսում, որովհետև մարդկանց չեմ ցանկանում ներքաշել տերմինների մեջ եւ այլ, դա պետք չի որ այսօր այդ ծրագիրը ունենաս։ Դու քո պատկերացումը քո մեջ նստած է, ինչպիսի պետություն ես պատկերացնում, իրավական, սոցիալական, ժողովրդավարական։ Այսինքն դա այնպես չի, որ դա մի առանձին բան է, որ ասեք, այ բերեք թոշակառուների մասին այսպես մտածենք։ Եթե դու համապարփակ ունես ծրագիր, քո երկրի ապագան ինչպես ես տեսնում, դրա մեջ այդ ամեն ինչը տեղավորվում է։ Զանգ ունենք, պարոն Անտինյան, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտող։
Լսում ենք ձեզ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը դառնում էր վարչապետ, լրատվամիջոցները ոչ մի բան չէին պատմում նրա իսկ իրական դեմքի մասին, նրա գրած գրքերը, նրա արտահայտությունները։ Օրինակ արտասահմանում մենք լրիվ ատեղյակ էինք, թե ինչ է իրենց ներկայացնում Նիկոլ Փաշինյանը։ Այս քննադատությունը վերաբերում է նաև Նոյան Տապանին։ Դուք ոչ մի անգամ Նիկոլը երբ որ դառնում էր վարչապետ, նրա մասին ոչ մի բան չէիք պատմում։ Դա սերևույթին վերևից հրահանգ էր եւ դուք ոչ մի բան չէիք ասում նրա մասին։ Հարցն է, որ լրատվամիջոցները սերևույթին միշտ հետևում են իշխանություններին, կատարում են նրանց հրամանները։ Ես ցավում եմ, որ դուք Նոյան Տապանի մասով այդպիսի տպավորություն ունեք, բայց ամեն դեպքում ձեր հարցը հղեք։ Ո՞րն է ձեր հարցը։ Իրոք տպավորությունը ուրիշ բան է։ Ես փաստից եմ խոսում։ Նոյան Տապանը երբևէ որևէ հաղորդում արել է Նիկոլի իսկական դեմքի մասին։ Չի արել։ Այս իմաստով սա տպավորություն չի, սա փաստ է։ Ես չգիտեմ դուք ինչ եք պատկերացնում, ինչ տարբերակով պետք է լրատվամիջոցները բացահայտեն ձեզ համար Նիկոլ Փաշինյանի դեմքը, բայց ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ Նոյան Տապանը երբևէ որևէ հրահանգի չի ենթարկվել եւ հրահանգ չի ստացել, գոնե թե Նոյան Տապանի կենսագրությունը եւ անցած ճանապարհին հետևող մարդիկ դա վստահաբար կարող են ասել եւ իմ խոսքերը հաստատ արժանահավատ են։ Պարոն Անտինյան, հիմա ամեն դեպքում եզրափակենք իմ հարցով, որը ինձ համար կոնկրետ շատ կարևոր է։ Քոչարյանը գիտակցաբար է Հայաստանին մեղադրում պատերազմ հրահրելու մեջ։ Տեսեք, Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ, Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, Հայաստանը պարտավոր էր մասնակցել պատերազմին, որովհետև 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշում, որը ամրագրված է նաև մեր սահմանադրության մեջ, իհարկե սահմանադրության մեջ ավելի ուշ է եղել, քան հարձակվել են սահմանադրությունը 95-ին, բայց արդեն այդ փաստաթուղթը կար։ Մենք հանձնառու էինք Արցախի անվտանգության համար։ Հիմա Ադրբեջանը չի ընդունել Արցախի որոշումը, Արցախի որոշումը եթե միջազգայինորեն չի ընդունվում կամ վիճարկում է դու ինչ ես զորքով մտնում Արցախ, այդ ժամանակ Հայաստանը պետք է մասնակցեր։ Բայց տեսեք ինչ է ստացվում։ Ադրբեջանը ագրեսոր է։ Ադրբեջանը այն աշճանի ագրեսոր է, որ Միացյալ Նահանգների պես երկիրը նրա նկատմամբ սանկցիա կիրառում 907 բանաձևը, որ ասում է այդ ագրեսոր պետությանը մենք չենք ֆինանսավորել։ Հարցը նա չի Ադրբեջանը փող ունի թե չէ, որ նրան ֆինանսավորեց։ Ագրեսոր պետությանը մինչև վերջերս Տրամպը որոշեց տահանի։ Ինչու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ արդարացրեց, որ Ադրբեջանը ագրեսոր չի։ Ասում մենք գիտեինք, որ դա մերը չի։ Մենք չպետք է 91-ին մտնեինք այնտեղ։ Ես ստացվեց այնպես, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նաև Նիկոլ Փաշինյանը դրեցին արդարացրեցին Ադրբեջանի ագրեսիա։ Մենակ Քոչարյանն արել։ Բա Փաշինյանի արածը, որ ասում են ինչ գործ ուներ հայկական զորքը Արցախում։ Մենք Արցախ գնացել էինք կռվեինք, որպեսզի Հայաստանը կործանեինք։ Այսինքն ասում են մարդիկ, ովքեր Արցախում կռվում էին, նրանց նպատակն էր Հայաստանի պետականությունը վերացնել։ Այսինքն այս կարգի բան ասելը կամ կանգնել ազգային ժողովի բարձր ամբիոնից ասել, դե մենք որ չկռվեինք, ով կթողեր հանձնեինք։ Կանգնում ես ասում ես Արցախը Հայաստանը եւ վերջ։ Երբ որ ասում ես 18 թվին ես գիտեի որ պետք է հանձնենք։ Կանգնում ասում ես 2.5 միլիարդ նախկիներից փող պետք է հավաքենք, որպեսզի զինենք բանակը նոր պատերազմ, նոր տարածքներ։ Դա տեղավորվում է քո ասացի մեջ, որ դու Արցախը պատրաստում ես հանձնել։ Այսինքն փաստաբանություն արեցին Ալիևին եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ Նիկոլ Փաշինյանը, եւ մեր նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն ասեց 91 թվից են Արցախը հանձնածին չեք խոսում։ Այսինքն իրանք ապացուցեցին, իրանք աշխարհին ասին, որ ժողովուրդ ջան, մենք ենք եղել ագրեսոր, բայց խեղճ Ալիևը ինչ աներ, սահմանադրական կարգն է վերականգնել։ Եվ անգամ ցուցումներ տվեց, անգամ պատմեցին, որ հայկական զորքն է եղել, երբեք Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ Հայաստանը զորք է ունեցել Արցախում։ Ստեից գնացել են դե ծառայելու, գրանցումից դուրս եկեն, դե գրանցվել են։ Երբեք դա չի հաստատել, բայց հաստատեցին, որ այո, հայկական զորքն այնտեղ եղել,
Այո, մենք այս զորքը մտցրել ենք, հիմա էլ այս զորքը կհանենք եւ այլ եւ այլ։ Այսինքն այս հարցում պատահականություններ լինել չեն կարող։ Ուղղակի շարունակում են սպասարկել Ադրբեջանին մաքրել, ագրեսորի կերպարից հանել եւ դա քսել Հայաստանի վրա։ Եվ դրա գինը այդ խաղաղությունն է հարաբերական կամ չգիտեմ գուցե երկարաժամկետ խաղաղությունն է դրա գինը։ Թե նման պայմաններում հնարավոր չէ խոսել։ Այս ձևով խաղաղության ինչպես են գնում, կարելի է հայտարարել խաղաղություն, անընդհատ խոսել խաղաղության մասին, բայց եթե դու գտնում ես, որ այդ խաղաղությունը մեզ երաշխավորում է Ալիևը կամ Տրամփը, նախ Տրամփը անվտանգության երաշխիքներ չի տվել, այդ ճանապարհը չխառնենք իրար հետ։ Եթե նույնիսկ այդպես էր, ինքը 8 պատերազմ կանխել էր։ Այդ 8 պատերազմից մենք չենք տեսնում Թայլանդի ու Կամբոջայի հետ։ Մենք չենք տեսնում, որ Հնդկաստանն ու Պակիստանն ասին ընկեր, մենք քո հետ ընդհանրապես կապ չունենք մեր պատերազմը դադարեցնել։ Այսինքն մենք չենք տեսնում ինչ է կատարվում Իսրայել եւ Գազայի հարցը լուծվել է։ Այսինքն հույս դնել դրա վրա լուրջ չի։ Եվ երկրորդը, եթե դա այդպես չի, Ալիևին ասում են դուք չեք հավատում խաղաղությանը, ուրեմն դուք պատերազմ եք ուզում։ Ասում ենք լավ, իսկ Ալիևին դուք հավատում եք։ Ալիևը կանգնում ասում է Հայաստանը մեր պատմական տարածքն է։ Այդ հարցը չի որ աշխարհագրական անունները ասում, որ կարելի է քարտեզվյանից գտնել։ Նա ասում է մենք պետք է վերականգնենք մեր պատմական տարածքը, եթե ոչ տանկերով, ապա ավտոմեքենաներով գանք վերցնենք, այսինքն իրավական առումով դա մերն է։ Այսինքն դա պահանջատիրությունից չի հրաժարվել։ Այն Ադրբեջանը, որը պահանջատիրությունից չի հրաժարվում, նույն Ալիևին Փաշինյանն ասում է, այս որ խաղաղություն է խոստացել, հավատացեք, եթե չեք հավատում, ուրեմն դուք պատերազմ եք ուզում, այս որ ինքը ասում է Հայաստանը քու տարածքն է, այ դրան մի հավատացեք։ Այտենց չի լինում, դա նույն Ալիևի մասին է խոսքը։ Դա համար մարդիկ չեն հավատում երկու դեպքում էլ։ Շնորհակալ եմ պարոն Անտինյան, մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ հրատապարցեր հաղորդաշարի շրջանակներում զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել YouTube-ում եւ Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։ Մենք շարունակենք հետևել զարգացումներին եւ ձեզ ներկայացնել իրադարձությունները։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Thank you.